Մի շարք էական փոփոխություններ ենք իրականացնում գործընթացում, հիմնվելով տարեսկզբից գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգում իրականացված գույքի աճուրդների վիճակագրության հիման վրա, որոշակի վարքագծային օրինաչափությունների ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա, մասնավորապես հերթով ներկայացնեմ առաջարկվող փոփոխությունները, ըստ էության նաև հանրությանը տեղեկացնելով սպասվող փոփոխությունների եւ բարելավումների վերաբերյալ, առաջին հերթին ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ, մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում, առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար գույքի օտարման գործընթացներին, նաեւ արդեն տնտեսվարողները պոտենցիալ մասնակիցները աճուրդների եւ գույքի օտարման գործընթացների հնարավորություն կունենան կանխատեսելիություն ունենալու կառավարության գործողությունների մասով եւ սա կարծում ենք դրականորեն կանադառնա ընդհանուր գործընթացի վրա հանում ենք ոչ էլեկտրոնային աճուրդ հասկացողությունը ընդհանրապես գործող կարգով սահմանվում էր, որ էլեկտրոնային համակարգի խափանման որոշ դեպքերում հնարավոր է իրականացնել ոչ էլեկտրոնային աճուրդ, այս կարգավորումը ընդհանրապես հանում ենք, նաև հիմք ընդունելով կառավարության նիստի ընթացքում տրված վարչապետի հանձնարարականը, սահմանվում է փոփոխություններով, որ չկառուցապատված հողամասերի օտարման համար որպես մեկնարկային գնի սահմանման համար եւս հիմք է ընդունվում շուկայական գնահատված արժեքը, ներկայիս կադաստրային շուկայական մոտարկված կադաստրային արժեքի փոխարեն եւ նաեւ եւս մի կարևոր փոփոխություն է արվում, որ չկառուցապատված հողամասերի վաճառքի հայտարարությունների հետ պետք է պարտադիր կցված լինի նաեւ քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք հիմնված միկրոռեգիոնալ պլանավորման փաստաթղթերի վրա, սա ներդրողներին, գույքի գնորդներին հնարավորություն կտա առավել հիմնավորված գնման որոշումներ կայացնելու։ Սահմանում ենք աճուրդների չկայանալու դեպքում դրանց գնիչեցման սանդղակները, շարժական գույքի դեպքում յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը նվազեցնել 15%-ի չափով շուկայական գնահատված արժեքից, իսկ արդեն անշարժ գույքի դեպքում առաջարկվում է առաջին աճուրդը էլեկտրոնային կազմակերպել մեկնարկային գին սահմանելով գույքի շուկայական գնահատված արժեքի 100%-ը, չկայանալու դեպքում երկրորդ աճուրդի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 85%-ը եւ երրորդ աճուրդի եւ երրորդ եւ հաջորդական աճուրդների դեպքում արդեն 70%-ը։ Սա հիմնված է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ, կախված մասնավորեցման քաղաքականության սկզբունքներից մենք որոշել ենք կիրառել այստեղ համատաբար պահպանողական եւ որոշակի նաեւ ճկունություն տրամադրող համակարգ եւ ինչպես նշեցի խոսքի սկզբում, քանի որ կարգավորումները արդեն ընդհանուր են լինելու, կառավարության մասնավորեցման քաղաքականության փոփոխությունների դեպքում արդեն այս կարգավորումների այս տոկոսների իջեցման կամ բարձրացման արդյունքում կարող ենք որոշել մասնավորեցման քաղաքականության այսպես ասած ախորժակը կամ ագրեսիվությունը, այս սանդղակները սրանք միջին պահպանողական շերտ են եւ իհարկե մենք մոնիտորինգի կենթարկենք այս գործընթացը եւ արդյունքների հետ կապված արդեն փոփոխությունների առաջարկություններ կներկայացնենք, եթե անհրաժեշտություն լինի։ Նաև կարևոր փոփոխություն է աճուրդների հայտարարությունների տեղադրման ժամկետների երկարաձգումը, մասնավորապես անշարժ գույքի դեպքում ներկայիս 15 օրվա փոխարեն կսահմանվի 45 օր աճուրդից առաջ հայտարարություն տեղադրելու պարտադիր պայման, այսինքն 45 օրվա ընթացքում պոտենցիալ գնորդները հնարավորություն կունենան ծանոթանալ տվյալ գույքի պարամետրերին եւ կայացնել հիմնավորված որոշումներ դրանց աճուրդներին մասնակցելու վերաբերյալ եւ նաեւ հնարավորություն կտա հնարավորինս մեծացնելու պոտենցիալ մասնակիցների շրջանակը առավել լայն հասարակության հատվածների
հասցնելով աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ անշարժ գույքի մրցույթների դեպքում արդեն առաջարկում ենք սահմանել 60 օր, քանի որ մրցույթների դեպքում կա նաև ներդրումային ծրագիր ներկայացնելու պարտադիր պահանջ եւ այս ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի պոտենցիալ գնորդները հնարավորություն ունեն կազմել եւ նախապատրաստել ներկայացվող ներդրումային ծրագրերը։ Երկարացնում ենք նաև բուն աճուրդի տևողությունը, այսինքն կոնկրետ աճուրդային գործընթացի եւ հայտեր ներկայացնելու ժամկետի տևողությունը ներկայիս 1 օրվա փոխարեն սահմանում ենք 3 օր, այսինքն 3 օրվա ընթացքում հնարավոր է ներկայացնել գնային առաջարկներ եւ մասնակցել սակարկություններին եւ 3-րդ օրվանից հետո նոր կամփոփվեն աճուրդի արդյունքները եւ հաղթող կճանաչվի առավել բարձր գին ներկայացնող մասնակիցը։ Նաև որոշակի փոփոխություն ենք իրականացրել էլեկտրոնային աճուրդների վարձակալությանը վերաբերող հատվածում, մասնավորապես էականորեն բարձրացրել ենք դրանց նախավճարները, քանի որ վիճակագրությամբ արձանագրվել են որոշակի միտումներ, որոշ ամբարեխիղճ մասնակիցների կողմից վարձակալության գործընթացները խափանելու եւ բարձր գնային առաջարկներ ներկայացնելու, հաղթելու եւ հետագայում պայմանագրեր չկնքելու դեպքեր, սրանով կարծում ենք մեծապես կվերացնենք այս երևույթը, ինչպես նաև նույն նպատակով առաջարկում ենք սահմանել, որ հաղթած սակայն պայմանագիր չկնքած մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցելու նույն գույքի վարձակալության հաջորդող աճուրդներին։ Եվս մի շարք փոփոխություններ ենք իրականացրել, պարոն Խաչատրյան, տեխնիկական եւ իրավական ակտերին համապատասխանեցման տեսանկյունից, կարծում ենք սա դրական կանդրադառնա ընդհանուր գործընթացի վրա, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Ավետիսյան, հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել, թե մենք ինչու ենք այս փոփոխությունների անհրաժեշտությանը հանգել։ Ունենք շատ դեպքեր, երբ որ պետական սեփականություն հանդիսացող գույքը կարող է շատ արդյունավետ լինել առավել լայն օգտագործման տեսանկյունից, դրա պետության կողմից դրա հետագա օգտագործումը աննպատակահարմար համարելու դեպքում ցանկանում ենք, որ դրանք տանենք վաճառքի եւ հասցնենք այն մասնավոր տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր հետաքրքրված են այդ գույքի հարցում եւ կարող են այդ գույքը ներառել իրենց ակտիվ տնտեսական գործունեության շրջանակում։ Եվ դա անելով մենք պարտավոր ենք անել նաեւ հաջորդը, ապահովել, որ օտարման գնացող պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց ստանանք առավելագույն արդար հատուցում, որովհետև դա հանրային շահն է պահանջում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը օտարվի դրա իրական շուկայական արժեքով։ Դրանով հանդերձ նայում ենք այն ընթացակարգերը, որոնք սահմանված են այսօր եւ տեսնում ենք, որ կան դեպքեր, երբ որ մենք մի կողմից տեսանելիության եւ հասանելիության տեղեկատվության հասանելիության խնդիր ունենք, բայց միայն դա չէ խնդիրը։ Ես հիմա մի դրվագ էլ կպարզաբանեմ, հետո կխնդրեմ, որ պարոն Թովմասյանը մեզ պատմի, թե մենք այդ ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում։ Այսինքն մենք պարոն Ավետիսյանը իր խոսքում արդեն նշեց, որ որպես սկզբունք ցանկացած պետական գույք, որ տանում ենք օտարման աճուրդի եղանակով, էլեկտրոնային աճուրդների հարթակում, որոնք այսօր լինելու են միակ վաճառքի հարթակը, թղթային աճուրդները կամ թղթային եղանակով իրականացվող աճուրդները այլևս պրակտիկայում չեն մնալու, մենք տեսնում ենք, որ այդ գույքի նկատմամբ բավարար հետաքրքրություն չի եղել, կամ մասնակիցների կազմն է քիչ, կամ այդ աճուրդը հայտարարվում է, բայց տևական ժամանակ չի կայանում, կամ նշանակում է դա, որ չկան հետաքրքրված կողմեր, ովքեր ցանկանում են այդ գույքը ձեռք բերել։ Նշանակում է կամ մարդիկ կամ կազմակերպությունները բավարար չափով տեղեկացված չեն, կամ մեր ընթացակարգերը այնպիսին չեն, որոնք թույլ են տալիս, որ այդ գործարքը կայանա։ Եվ պարոն Ավետիսյանը արդեն պարզաբանեց, որ բավարար չափով տեղեկացված լինելու համար մենք առնվազն հայտարարությունը, որը թույլ է տալիս տեսնել աճուրդի տարված օտարման ենթակա գույքը, տևական ժամանակ լինի մարդկանց եւ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ այդ պատճառով որոշել ենք, որ 15 օրը փոխարինենք 45 օրով։ Ես ուզում եմ պարզաբանել նաեւ, որ սա ոչ միայն տեղեկացվածության տեսանկյունից է կարեւոր, այլև կարեւոր է, որ մարդիկ նախապատրաստվեն կամ կազմակերպությունները նախապատրաստվեն այդ գույքի ձեռքբերմանը։ Երբ որ մենք օտարման ենք տանում օրինակ 1.5-2 միլիարդ դրամ արժեքով գույք, իսկ վերջերս պետք է առիթը օգտագործելով ևս մեկ անգամ դրա մասին խոսեմ,
նախարարական կոմիտեներից մեկի ժամանակ քննարկում էինք Հանրապետության փողոցի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող մի շատ նշանավոր շենք վաճառքի տանելու հարցը, հետո հասկացանք, որ այն գործող ընթացակարգերով, որոնք այսօր կան, այդ գործարքը կարող է ամենաարդյունավետ ձևով չկայանալ եւ որոշեցինք, որ դա հետաձգենք, այս ընթացակարգերը փոխենք, որ ավելի բարձրացնենք տեսանելիությունը, կազմակերպություններին հնարավորություն տանք պատրաստվել եւ մասնակցել այդ աճուրդին ներկայացնելով պետության համար եւ իրենց համար լավագույն հնարավորություն եւ առաջարկ։ Հիմա 45 օրը կարևոր է նաեւ նրա համար, որ եթե կազմակերպություններից մեկը պետք է իր բանկի հետ, օրինակ, բանակցի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավի այդ ձեռբերումն իրականացնելու համար, կարողանա նաեւ այդ աշխատանքը տանել, որովհետեւ դա պակաս կարևոր չի։ Միշտ չէ, որ որևէ կազմակերպություն ամեն պահի ունի 1.5-2 միլիարդ դրամ ազատ դրամական միջոցներ, որ երբ որ տեսնում է, որ մի հետաքրքիր գույքային միավոր հայտնվեց աճուրդի հարթակում, կարողանա գա եւ 2 շաբաթվա ընթացքում ձեռբերի։ Այս տեսանկյունից, պարոն Ավետիսյան, ես կխնդրեմ ուշադիր լինեք, որովհետեւ թեև դուք մեր քննարկումների աշխատանքային քննարկումների ժամանակ պարզաբանեցիք, որ 45 օրը միջազգային պրակտիկայում առավել հաճախ հանդիպող ժամանակն է, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ միջազգային պրակտիկայում, եթե մենք համեմատում ենք օրինակ զարգացած արևմտյան տնտեսությունները, նաև երևի վարկային միջոցների հասանելիությունն է ավելի բարձր, կամ կազմակերպություններին ավելի քիչ ժամանակ է պետք իրենց բանկերի հետ աշխատելու եւ բավարար միջոցներ առանձնացնելու այդ գործարքին մասնակցելու համար։ Կարող է ժամանակը ցույց տա, որ 45 օրը թեև միջազգային պրակտիկայի տեսանկյունից լավ ժամանակահատված է պատրաստվելու համար, բայց մեզ մոտ կարիք լինի դա նույնպես վերանայել ավելի երկարացնել, որովհետև այդ սպասման ժամանակը ի վերջո ոչ մեկին վնաս չի։ Այսինքն, եթե մեկը մեծ ներդրումային ծրագիր է մշակել, ցանկանում է իրականացնել, եթե 45 օրվա փոխարեն 60 օր սպասի մինչև գործարքը կկայանա, դրանից շատ բան չի փոխվի ըստ էության։ Եվ հաջորդ խնդիրը, որ մենք տեսել ենք այս ընթացքում, վերաբերում է գնահատմանը։ Շատ դեպքեր ունենք, երբ որ պետական գույքը հայտնվում է աճուրդային հարթակում եւ տեսնում ենք, որ չի վաճառվում։ Ինչը կարող է դրա պատճառ լինել, մեկը որ բավարար տեղեկացված չեն եւ մենք այս բավարար տեղեկացվածությունն ապահովելու համար արդեն պարոն Ավետիսյանը պարզաբանեց, որ որոշակի քայլեր ենք կատարում այդ հայտարարության ժամկետները երկարաձգելու համար, բայց մյուսը գույքի գնահատումն է։ Թեև մենք ասում ենք, որ ցանկանում ենք, որ գույքը գնահատվի շուկայական արժեքով, բայց մեր գնահատման մեթոդների որոշ դեպքերում խոցելիության պատճառով եւ գնահատման կարգավորումների ես մեթոդների չէի ասի, որովհետեւ պարոն Թոմասյանը հիմա կուղղի ինձ կասի, որ այդ մեթոդները աշխարհում ընդունված ստանդարտներին շատ մոտարկված են եւ շատ չեն տարբերվում նրանցից, որոնք որ միջազգային լավագույն պրակտիկայում կան, բայց այնուամենայնիվ գնահատողները, որոնք լիցենզավորված մասնագիտական գործունեություն են իրականացնում, երբ գիտեն, որ խոսքը վերաբերում է պետության կողմից վաճառքի տարվող գույքի, ցանկանում են զգուշավոր կողմում մնալ եւ հնարավոր ամենաբարձր արժեքով են գնահատում։ Առնվազն մեզ հասած տեղեկությունները դրա մասին են։ Եվ երբ որ բարձր արժեքով գույքը հայտնվում է էլեկտրոնային աճուրդի հարթակում, մասնակիցները, որոնք տեսնում են այդ հայտարարությունը, մտածում են, որ համանման գույք իրենք շուկայից կարող են ձեռբերել դրանից ավելի էժան գնով։ Եվ եթե մենք այստեղ սխալանք ունենք որոշ որ գնահատման մեթոդաբանության եւ պրակտիկայի պատճառով պետական գույքը վաճառքի տարվելուց իր միջին շուկայական արժեքից ավելի բարձր արժեքով է հայտնվում վաճառքի հարթակում, նախատեսել ենք նաեւ որոշակի գնիչեցման ընթացակարգ մինչեւ 30% ընդհանուր չափով, մտածելով, որ մի կողմից այդ ժամկետների երկարացումը, մյուս կողմից երկու փուլով հնարավորություն տալը, 3 փուլով նույնիսկ հնարավորություն տալը աճուրդին մասնակցելու, նաև այդ հնարավոր սխալ գնահատման խնդիրը կլուծի, եթե մենք կարողանանք բարձր մասնակցություն ապահովել, ապա անկախ նրանից, որ կարող է երրորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը լինի սկզբնական շուկայական արժեքի 70%, սակարկությունները կարող են տանել դեպի վեր եւ գտնել այդ գույքի իրական եւ արդար շուկայական արժեքը։